Վաղաշաբաթի ընտրությունների շուրջ գրքերը շարունակում են թեժ մնալ։ Հանրապետություն կուսակցությունից 5 տեղամասում ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքների վերահաշվարկ են պահանջել։ Նրանց տեխնացուն 3.9% ձայներ էր հավաքել, 0.1%-ով հետ մնալով ընտրական շեմից։ Ընտրական խախտումների վիճակագրությունն էլ ներկայացրել է Հայ-Ակվեն։ Խախտումները ըստ շարժման ներկայացուցիչների հատկապես շատ են եղել Խոյում եւ Արագածում։ Բազմաթիվ բնակավայրերում, հիմնականում Խոյ համայնքի գյուղական բնակավայրերում, ընտրատեղամասերի դեմ կուտակումներ էին, ընդ որում որպես կանոն կուտակված են նույն արտաքինով մարդիկ։ Իսկ ովքեր են դիտորդները ու ընտրական հանձնաժողովի անդամները, ու ինչ սկզբունքով են արտոնագրվում։ Ըստ ընտրական օրենսգրքի դիտորդական հասարակական կազմակերպության նկատմամբ դրված են մի քանի պահանջներ։ Կանոնադրությունը պետք է նախատեսի այդպիսի գործունեություն։ Պետք է ներկայացնի դիտորդների վարքականոնը, ցույց տա, որ նա դիտորդներին պատրաստել է այդ գործունեությանը։ Անդամները չպետք է մասնակցեն իրենք ընտրություններին որպես թեկնածուներ։ Հասարակական կազմակերպությունը որևէ աջակցություն չպետք է ցույց տա ընտրություններին մասնակցող կուսակցություններին։ Ընտրական հանձնաժողովի անդամներն էլ ամեն տարի դասընթաց են անցնում, ասում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակը։ Առհասարակ տեղամասային ընտրական հանձնաժողով ձևավորելու իրավասությունը վերապահված է երկու սուբյեկտի՝ խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցության եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի։ Իրենք են, որ ձևավորում են տեղամասային ընտրական հանձնաժողովը։ Լինում է նաեւ հարցաշարում հարցեր սահմանադրության հետ կապված, առհասարակ ընտրական օրենսգրքի հետ կապված։ Հիմնական շեշտը դրված է նրա վրա, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորություններին վերաբերի։ Իսկ քաղաքացիները հավատում են արդար ընտրություններին։ ՌԻՕՓ-ն օնլայն ու օֆլայն հարցումներ է իրականացրել։ Տելեգրամյան հարցման 82 մասնակիցների 45%-ը հավատում է անկախ ընտրություններին։ YouTube-յան հարցման 2200 մասնակիցների 60%-ն է հավատում անկախ ընտրություններին։ Արդար հարաբերական է դա։ Ասում են, բայց հնարավոր է, որ ոչ։ Ինչ է կարծում, Հայաստանում արդար ընտրություններ կան։ Ես չգիտեմ։ Ոչինչ չունեմ ասելու։ Ես արցախցի եմ։ Ոչինչ չունեմ ասելու։ Իսկ 2026-ին ինչ է սպասվում։ Ոչ մի լավ բան։ Ինչ է կարծում, Հայաստանում ինչպես են անցնում ընտրությունները, արդար է։ Այո։ Շատ է արդար գնում։ Օրինակ, վաղաշաբաթում շատ արդար գնաց, ճիշտ է, ընդդիմության կողմից խախտումներ եղան, բայց այդքան շատ չէ։ Արդար ընտրությունը ձեր պատկերացումով։ Ինչ որ տեղի անանում, հիմա դա կոչվում է արդար ընտրություն։ Ոչ, չեմ կարծում արդար է եղել ընտրությունները։ Ու ոչ էլ կլինի։ Ինչու՞։ Որտեղ ոչ հասարակությունն է պատրաստ, ոչ էլ ընտրությունների կազմակերպողներն են մտահոգված։ Հայ-Ակվե դիտորդական առաքելությունից նաև արձանագրեցին, ընտրակաշարքի բաժանելու դեպքեր չեն նկատել։ Հաղթանակ դաշինքից 5 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի ընտրակաշարք ստանալու, տալու եւ ընտրակաշարքի միջամտության դեպքերի առիթով։ Դաշինքի տեխնացուն սա քաղաքական թիրախավորում է որակում։ Դեռևս ինձ հետ կապված ոչ մի արժ չկա, ես ոչ մի տեղ չեմ հրավիրվել հարցաքննության, մեր տանն, ես էլ մամուլով ծանոթացա, մեր տան տունը խուզարկություն տեղի չի ունեցել, այսինքն ես ինքս ներգրաված չեմ։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն տարածեց, այո, որ քրեական գործ է հարուցված, 5 անձ են, 5-ից մոտ եւ 3-ին ես ընդհանրապես չեմ ճանաչում, շփման մեջ այդ մարդկանց հետ չեմ եղել։ Մայր Հայաստան կուսակցության առաջին երկու համարներին Գրիշա Հարությունյանին եւ Դավիթ Կարապետյանին մեղադրում են չարաշահումների մեջ։ Կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հայտարարության համաձայն վաղաշաբաթում իշխանության վերարտադրությունը բացի վարչական ու այլ տիպի ռեսուրսների կիրառումից տեղի ունեցավ նախընտրական կեղծիքի ու հասարակության լայն շրջանակների համար անտեսանելի գործընթացների միջոցով։ Անի Հովհաննիսյան, Ստեփան Տիգրանյան, ՌԻՕՓ Մեդիա։